7 թիվ նահանջել երկրների մասով, 7 երկրներ։ Որոնք են այդ երկրները։ Հայտնի է, եթե հայտնիները Ֆրանսիան, Հնդկաստան, Հայաստան, Ռուսաստան։ Դե Ռուսաստան կար, չէ՞, Տորտոս, մի երկու ուրիշ բան էլ կար, Կորնետ կար։ Բացի դրանից կա։ Այսինքն ռուսական ռազմատեխնիկա մասնակցել է այս զորանդեսին։ Հա, կար, մեծամասնությունը չէ, բայց մի քանի մոդել կար։ Դե օրինակ կործանիչներն էլ ռուսական են, չէ, Su-30-ները, Su-25-ները սովետական։ Դրա համար հələ Su-25-ն էլ ոնց որ նկարներից, եթե մի քիչ էլ է պետք ուշադիր նայել, ոնց որ դաժե մոդեռնիզացիա անցած էր ինչ որ մեկը իրանցից։ Բայց դրանք այն սուերն են, որոնց մասին չէ, Su-25-ները, սովետականները, 30-ներն էլ հրթիռներով էին, այս անգամ բավականին տարբեր տեսականի։ Դրա համար ոնց որ երկու երկիր էլ կար, որոնց մասին չի նշվել, բայց օրինակ մեծ mail կլասի դրոնը, որ վերջում ցույց տվեցին, կարամ խորհուրդ տամ նկարը գցեք AI-ի մեջ, կասի, որ երկրից է ու ինչ մոդել։ Իրան։ Չէ, ուրիշ, բայց դե սենց ասեմ, իրանական թերթ եմ տեսել, որտեղ իրանց բանի մասին է գրվել, օրինակի համար, կամ որոշ Telegram ալիքներ եւ Twitter-ներ, մեկնաբանել դրանից ավել ինքս չեմ անի, բայց ոնց որ չինական ու իրանականի մասին գրողներ շատ կան այս պահին։ Մի առանցքային հարց, այն ինչ ցուցադրվեց, դա որ տոկոսն է մեր պաշտպանական ռեսուրսի։ Կարծում եմ, որ ասենց ասած բավականին մեծ մի մասն են ցույց տվել։ Ուզում եմ լսել, կան բաներ, որոնք չեն ցուցադրվել։ Կարծում եմ, որ այո։ Բնականաբար մենք դա քննարկել չենք կարա։ Հասկանալի։ Բայց ահագին մասը ինձ թվում է ցուցադրվել է, բավականին մեծ լուրջ մասը նրա, ինչը որ այն ինչ ցուցադրվել է, դա պաշտպանական սպառազինություն է, թե հարձակում։ Դե չկա տենց բան, ես միշտ ասում եմ, որ չկա պաշտպանական։ Շատ են օգտագործում այդ։ Հա, դա քաղաքական բարապաշար է, որ երբ որ ուզում ես մերժես, ասում ես այս հարձակողական զենք է, բայց երբ որ ուզում ես վաճառես, մեկ էլ այդ հարձակողականը պաշտպանական է։ Դա հրետանին հիմա պաշտպանողականն էլ է, հարձակողական էլ է։ Հակաօդային պաշտպանությունը ամենապաշտպանողական ոնց որ թվում է թե բանն է, բայց ով կարա գրող անի առանց հակաօդային պաշտպանության կիրառման, օրինակ, էլի պետք է օգտագործես, չէ՞։ Մեր եւ Ադրբեջանի հոբերը համեմատելի են։ Ինձ թվում է Ադրբեջանը գոնե եթե բաց բանը վերցնենք, մի քիչ մեկա դեռ ավելի մեծ տեսականի ունի ու ավելի շուտ է սկսել ամեն ինչը զարգացնել, կարծում եմ, որ հոբի պարագայում սենց ասենք, օրինակ կարճ հեռավորության հոբերը, գերկարճ ես կասեի համել, որը հրետանի է զենիտային, օրինակ ես դրա օրինակ այս շքերթում չտեսա, ոչ մի բան չգիտեմ կա թե չէ, բայց օրինակ դրա վրա մեծ շեշտ է պետք գնել ու շատ արագ ինձ թվում է, որովհետև մենք տեսնում ենք, որ այդ հրթիռներով չի լինի էժան այդքան մասսայական, օրինակ անօդաչու սարքերի դեմ պայքարել։ Ինքը կարա օրինակ խփի այդ անօդաչու սարքը, բայց 50 հատ է գալու, ոչ մեկ այդքան հրթիռ չունի, էլի։ Շատ են ասում, որ տանկի հրետանու ժամանակները անցյալում են արդեն։ Հիմա եկել է ԱԹՍ-ների եւ հրթիռների դարաշրջանը, պատերազմների ելքը դրանք էլ որոշում։ Օրինակ Իրանի պատերազմը Իրանը կարողացավ հակակշռել ամերիկյանին իր Դե Իրանը մի քիչ նման պատերազմ չի, այնտեղ չի եղել ցամաքային որևէ կոմպոնենտ, դա համար ոնց համեմատենք։ Դրոններ, հրթիռներ։ Հա, բայց դե իսկ եթե ամերիկյան բանակը գար փորձեր հարձակողական գործողություններ աներ, տանկել էր օգտագործելու, հրետանի էր օգտագործելու, բնականաբար ու հետևակ էր օգտագործելու։ Տանկը հələ մի քիչ երևի ավելի քննարկելի է, գոնե այն տեսքով, որ այսօր իրանք գոյություն ունեն, ինչ որ կրիզիսի մեջ է դա գտնվում, կարծում եմ, որ ինչ որ մի հատ բան է պետք
վերանայում այդ կոնցեպտի, բայց մեկը ոչ մի նոր բան չեն հնարել, էլի, ոնց այդ առաջ գնաս։ Եթե ավտո լինի դրա տեղը ու իր ավտոին խփեն, ավելի վատ մեջ են գտնվողները։ Ուկրաինական ճակատում ինչով ասես ծածկում են տանկը, բայց էլի չի Հա, այդ ծածկելուց էլ իր ֆունկցիոնալն է կորում շատ ուժեղ, նենց չի որ այդ ծածկելը տենց ինչքան ուզես կարաս ծածկես, բաշնյան չի ֆռում էլ լրիվ օրինակի համար։ Ինչ դա էլ է, այդ ամեն ինչը մեծ խնդիր է ու ինչ որ ասում եմ նոր մոտեցում է պետք ունեք դրոնի հետ ինտեգրացիա տանկի հենց կամ որ ինքը ինչ որ կառավարման մեքենա դառնա փոքր ինչ որ ուրիշ դրոն փոքր դրոնների համար պաշտպանված մի քիչ ավելի հեռվում գտնվող ինչ որ հրամանական կետ դառնա տարբեր մոտեցումներ կան մտքեր բայց ոչ մեկ դեռ չի գտել այդ ճիշտ մոտեցումը, բայց հրետանին ինքը լրիվ աշխատում է օրինակ ռուս-ուկրաինական ճակատում։ Մեկը ինքը իր դերը ունի, դրոնը մի բան է, հրետանին մի քիչ ավելի մասսա է կարում սարքել եւ ավելի մեծ պայթյուններն էլ են դե ավելի լուրջ շատ, քան ասենք այդ փոքր դրոնը 500 գրամ օրինակ կարում է ինչ-որ պայթուցիկ տանի։ Շենքի, օրինակ շենքի դեմ չես պայքարի դրանով քաղաքում։ Դե քանի որ մենք շատ կարևոր փուլում ենք ներքաղաքական, այսպիսի միջոցառումները նաև մտնում են այդ քննարկման դաշտ եւ այսօր ես մի քանի այդպիսի ռեպլիկների հանդիպեցի, դե դա ցուցադրություն է հանուն PR-ի։ Կհամաձայնեի այդպիսի մոտեցում։ Դե ամեն ինչն է ունի PR-ի մի մաս, ու ինձ թվում է ամեն ռազմական շքերթը ինչ որ չափով PR event է, չէ՞, նաև հիմա PR-ը կարա ուղղված լինի դուրս դեպի կամ կարա դեպի ներս ուղղված ավելի շատ լինի։ Կարծում եմ, որ այս դեպքում մի քիչ ավելի ներս էր ինքը ուղղված, ասենք ցույց տալ, որ, չգիտեմ, ահռելի գումարները չեն ծախսվել ոչ մի բանի համար, օրինակ։ Իսկ գումարները իսկականից կարծում եմ, որ բաց աղբյուրներ, այսօրվա այդ ամեն ինչը որ նայենք հայկական Հայաստանից ինչ գումարների գնումներ են եղել տեղականներից, այդ գումարը նախ 3 միլիարդից մեծ է, ավել է, ասենք 3-4 միլիարդի մասին խոսքը կարա գնա, որը դե շատ Հայաստանի համար դե տենց գումարներ երբևիցե չեն ծախսվել գնումների վրա, դաժե մոտիկ դրա։ Իսկ ի՞նչն է պատճառը ֆրանսիական, հնդկական զինտեխնիկան հայկական անուններ է կրում։ Այդ հետարքիր հարց է, որի հստակ պատասխանը ես բնականաբար չունեմ, ունեմ ոնց որ մի քանի մտածելու վերսիա, օրինակ մեկը որ կար մի այդ օրինակ այն երկու երկիր է, որ մենք քննարկում ենք, որ կարող է իրանք են, ասենք իրանցը չէին ուզում ասել, բայց դա այդ ժամանակ տարօրինակ կարարելն էր, իսկ ինչի դա չեն ասում, իսկ նրան է, իսկ օրինակի համար կարա տենց լոգիկա ունի։ Ինձ թվում է, որ դա մի քիչ մեկը այսօրվա աշխարհում չաշխատող մոտեցում է, որովհետև օրինակ Սեզարը օրինակի համար կամ հնդկական զենքերի մեծ մասը, որ Տիգրան մեծ հիմա շարած են, եթե գնաք իրանց մեծ մասի վրա իրանց իսկական անունը գրած է։ Մոտով քայլելով կարելի նայել, էլի մոտա։ Այն մնացածն էլ ինչը որ նշեցի, նկարը գցում ես ինտերնետ, մի անգամից բերում է Google Lens-ը, ChatGPT-ը, ինչա, բնականաբար դրսի էքսպերտներն էլ աչքով նայելով էլ ասում եմ ահագին մարդ գրել է էլի ինչի մասին է խոսքը գնում դա չի լինի թաքցնել ոչ մեկից կամ էլ պիտի ցույց չտաս 28 ժամ թրիչք իրականացնող ATS կա մեր բանակում հա տեսօր տեսակ հա ինքը այդ տենց կոչվող mail կարգի դրոնը մեյլ նշանակում է միջին բարձրության երկար տևողության թռիչքի անօդաչու սարք, հենց երկար տևողությունը 24 ժամ եւ ավել սովորաբար համարվում է։ Ինքը օրինակ Բայրակտարից հայտնի 2 անգամ մեծ է մոտավորապես,
այնա 12 մետր է թևերի երկարությունը, այստեղ 18 երկու անգամ ավելի ծանր է, երկու անգամ էլ շատ քաշ է կարում բարձրացնի։ Բայց ինքը շատ նպատակարար կլինի սահմանի վերահսկողությամբ։ Այո, շատ ինձ թվում է հենց առաջի բանը հենց մեր տարածքում օգտագործելն է, օրինակ եթե թռնել սահմանի կողքով, դա պատերազմական իրավիճակում մեր տարածքից մինչև սովորաբար այդ տիպի դրոնները օպտիկան մեծ օպտիկաներ են օգտագործում, մինչև 40-50 կիլոմետր կարելի է զում անել, նայել։ Հետախուզական իր դերը գոնե ակնհայտ է, բացի դրանից ես օրինակ կիրառում եմ տեսնում, եթե օրինակ պատկերացնենք պատերազմա թշնամին միտեղ կարացել է ճեղքի, այդ ճեղքելուց հետո ինչ որ մի ժամանակ իրանց հակաօդային պաշտպանությունը այդ մասում ուժեղ շատ չի լինելու, այդ ժամանակ հենց մեր տարածքում օրինակ կարելի է դա փորձել օգտագործել արագ ինչ որ այդ հարցը լուծելու համար։